Այն տղաները, որ նվիրյալ են իրանց ազգին, իրանց երկրին, իրանց պետականությանը եւ արժանապատվությանը, այդ մարդկանց ուզում են կոտրած լինեն։ Բայց ասենք ազգի մեջ շատ կան Սերո Գասպարյանի նման նվիրյալներ շատ կան, որ չես կարող մեկին, երկուսին ասենք շինթու գործով փագելով մնացածի ոգին կոտրես։ Միշտ մայրերը ծնել են հայրենասերներ, միշտ մայրերը ծնել են նվիրյալներ։ Ու այդ նվիրյալների պայքարը միշտ շարունակվելու է, քանի մեր ազգային ինքնասիրությունն ու արժեքները չի վերականգնվելու։ Այսինքն մեկ-երկու հոգի նվիրյալներին փակելով դա չի նշանակում, որ ժողովրդին կարած լռեցնես։ Ժողովուրդը իր խոսքը ասելու է, իր արդարությունը պահանջելու է։ Մենք պետք է հասնենք այնտեղ, որ մեր հերոսները, մեր կենթանի հերոսները, նվիրյալները լինեն մեր կողքին, ժողովրդի կողքին եւ մեր ժողովուրդն էլ իր խոսքը պետք է ասի։ Ոչ թե միայն մարտական ընկերները կամ նվիրյալները, այլ ժողովուրդիկն էլ իր խոսքը պետք է ասի, որ այսօր այդ մարդիկ են պահում մեզ սահմանները։ Կռված տղեն է պահում ազգի արժանապատվությունը իր կյանքի գնով։ Բոլորը ունեն ընտանիք, երեխեք, բայց հենց ազգը վտանգի մեջ անգնում, իրանք թողնում են ամեն ինչ, զենքը վերցնում են, գնում են պատերազմ, ինչի համար, ազգի պատիվը պահելու համար։ Ու այսօր մենք այս մարդկանց դատում ենք, ուր մնաց արդարությունը։